Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում ծրագրի շրջանակում եւ ողջույն ֆրանկոֆոնիա խորագրի ներքո Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնում է իր նոր ցուցադրական նախագիծը, որի կառուցվածքն ընդգծում է մասնակից արվեստագետների գեղագիտության բազմազանությունն ու հեղինակային մոտեցումների ստեղծարարությունը։ Այս ցուցադրական նախագծով ժամանակակից արվեստի թանգարանը պահպանում է նաեւ իգիթյանական հրաշալի ավանդույթը, նոր անուններով եւ նոր գեղարվեստական լուծումներով կրթել այցելուների ճաշակը եւ դրանով իսկ նշում է թանգարանի հիմնադրի ծննդյան օրը։ Մարտի 5-ին Հենրիխ Իգիթյանի ծնունդն է եւ մենք միշտ նշում ենք որպես թանգարանի հիմնադիր, որը միշտ նոր հեղինակներ ա գտել, հա, նոր անուններ, այսպես ասած, մենք միշտ ցանկացել ենք, որ մարտի 5-ին լինի ինչ-որ մի նոր անուն։ Ֆրանկոֆոն երկրների Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Հայաստանի 16 նկարչի 3 տասնյակից ավելի ստեղծագործություններով է ամբողջանում ցուցադրությունը։ Ժանսեմ Բաղարշակ Էլիբեկյան կրտսեր, Լեո Վարդանյան, Սիբ, Քրիստին Հակոբյան, Տիպար Ասատուր Աբարդյան, Ասիլվա Միրեյ Գոգիկյան, Լորան Նիսուսուն։ Թվում է, թե մեկ ցուցադրական հարթակում որևէ կերպ չհամադրվող հեղինակներ են, բայց էքսպոզիցիայի հեղինակը փոքրիկ չարաճճույություններով հասել է նրբաճաշակ լուծումների եւ համադրել է անհամադրելին։ Երբ որ էքսպոզիցիան ճիշտ է արվում, դա ինչ որ ենթագիտակցորեն ես ինչ որ բաներ անում եմ, հետո որ նայում եմ տարբեր կողմերից դուք որ նայում եք, տարբեր դիտանկյուններից ինքը ճիշտ է երևում։ Այդ է հետաքրքիր։ Այդ նպատակը չհետապնդելով, մտածելով զուտ ասենք այս կտորը ճիշտ լինի, այն կտորը։ Ցուցադրված ստեղծագործությունները բացառապես թանգարանի ֆոնդերում պահվող մի քանի 100 բացառիկ գործերից ընտրված լավագույններից են։ Հեղինակներից երկուսը Հայաստանում երբևէ ներկայացված չեն եղել։ Մի մասն էլ Փարիզի Դիասպո արտ ընկերակցության անդամներ են, եւ մինչեւ մարտի 30-ը թանգարանն իր այցելուներին առաջարկում է աշխարհին նայել ֆրանկոֆոն նկարիչների աչքերով։ Նունե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։